Եթե ամփոփենք էլի, քանի որ ինտրիգ բառը ես էլ օգտագործեցի, դուք էլ, որն է լինելու այս ընտրությունների միակ ռեալ ինտրիգը ըստ ձեզ։ Եթե մասնակիցների տեսանկյունից կամ արդյունքի տեսանկյունից այն է կպահի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, թե ոչ, հասկանալի է, բայց ցանկացած ընտրության պարագայում այս դեպքում կրկնեմ ամենաանկանխատեսելին կարող է լինել ընտրությունը վերջին տարիների համեմատ։ Իսկ ավելի հավաքական լայն իմաստով ինտրիգը այդ շատ ավելի պարզ իրավիճակն է, որ նշեցի։ Մենք պետք է որոշենք որպես հասարակություն։ Հայաստանը դառնում է ադրբեջանական ռազմավարությանը կից գուցե դե յուրե պահպանված, բայց դե ֆակտո արդեն սուբյեկտությունը բացարձակ կորցրած եւ ես շատ նույնիսկ տարիներ առաջ օգտագործել եմ այս տերմինը դեկորատիվ պետություն ընդհանրապես, թե Հայաստանը մնում է իսկապես սուբյեկտ այս ռեգիոնում իր շահերով, իր պատկերացումներով, որոնք այո կարող են շատ հանգիստ չհամընկնել օրինակ Ադրբեջանի պատկերացումների հետ, բայց այդ առարկելու հանգամանքը դարձնել Ադրբեջանի համար պատերազմի լեգիտիմ առիթ, ինչը անում է օրինակ Հայաստանի իշխանությունը, սա նշանակում է քանդել Հայաստանի հայ հանրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հոգեբանությունը ընդհանրապես։ Եվ այստեղ է խնդիրը, թե մենք որպես հասարակություն ընտրում ենք պետություն լինելու տարբերակը, այսինքն պետություն սուբյեկտ լինելու տարբերակը, թե ռեգիոնում, թե ընդհանրապես հետևաբար միջազգային հարաբերություններում